աջակցություն Ղարաբաղում իշխանափոխություն անելու եւ այսօրվա Հայաստանի ընդդիմության ներկայացուցիչների աջակցությամբ, ովքեր խոստանում էին նույնը անել Հայաստանում եւ Հայաստանի հետ, այսինքն Հայաստանի պետականությունը նույնպես ծնկի բերել։ Ինչ վերաբերվում է Քանի մոռացել եք, եկեք ավարտենք, որովհետև հիմա հարց իրավունքը ձերն է։ Պարոն Փաշինյան, հարց իրավունքը ձերն է, կես րոպե ունեք, ում եք տալիս հարցը։ Գագիկ Ծառուկյանին։ Ես իա տեղից պատասխանում։ Ինչ։ Ես իա տեղից պատասխանում։ Չէ, բայց կանոնն են չի։ Կարող եք հարց ուղղել, բայց պատասխան։ Կանոնն են չի, որ Գագիկ Ծառուկյանը ցանկացած պահի կարող է, որովհետև ես տեսա, որ Գագիկ Ծառուկյանը ինձ դատի ա տվել նրա համար, որ ես իրեն անվանել եմ թալանչի, եւ ես հիմա ուզում եմ հստակ արձանագրել, որ ապօրինի գույքի ծագում ունեցող գույքի վարույթի շրջանակներում ուրեմն Գագիկ Ծառուկյանի նկատմամբ ներկայացվել է հայց եւ նրա մոտ 300 միլիոն դոլարի գույք ապօրինի ձեռք բերված է, այսինքն թալանված է ժողովրդից։ Թող գա այստեղ եւ պատասխանի այդ հարցին, ինչպես է թալանել ժողովրդի 300 միլիոն դոլարի։ Ես կարծում եմ, քանի որ Ծառուկյանը չկա, բա մեծ խոսում են։ Բա հոխորտում են ստեղից։ Դա իր իրավունքն է գալ կամ չգալ։ Հիմա քանի որ պատասխանողը չկա նայև Բանավեճ ենք սկսում։ Չկա։ Չէ, ես հրավիրում եմ, թող գա։ Ես հրավիրում եմ, մեծ խոսում։ Եթե հաղորդման ընթացքում գա, ներողություն, ինչ որ առյուծներից բանից է խոսում։ Թող գա միացնեն ով է կատուն եւ ով է առյուծը։ Պարոն Փաշինյան, դուք ձեր հարցը մի խանգարեք, մի խանգարեք։ Բանավեճ, ճիշտ է։ Այո, բայց չկա պատասխանողը։ Okay, չկա բանավեճ եք այդ թեմայով։ Դե բանավիճ, ասեք։ Այ քեզ բան։ Բա Էդմոն Մարուկյան։ Մունակ մեկ է, պարոն Մարուկյան։ Ես կիրովականց եմ տենց անջում։ Ուրեմն ես ուզում եմ ասել։ Ես մունակ չեմ գալի, ուզում եմ ասել, որ ապօրինի գույքի էս թեման քանի տարի կարելի է շահարկել ու դրանով ընտրվել։ Սա մի հատ թեմա է, որ անդադար Քոչարյանի, Ծառուկյանի, չգիտեմ ում ապօրինի գույքի մասին մենք լսում ենք, այդ թեման հա քննարկվում է եւ տարիներն անցնում են ոչ մի բան տեղի չի ունենում։ Սա շահարկում է սիրելի հայրենակիցներ, եկեք ես անգամ մի խաբվեք եւ իշխանությանը փոխեք։ Ոչ մի ուժի մի տվեք բացարձակ իշխանություն։ Նորմալ պարլամենտ ձևավորեք։ Արձագանք, պարոն Փաշինյան։ Ուրեմն ապօրինի գույքի համայնքային մեխանիզմով ուրեմն 2018 թվականից մինչև օրս 770 միլիոն դոլարի գույք եւ դրամական միջոցներ վերադարձվել են պետությանը։ Հազարավոր հեկտարների հողեր վերադարձվել են պետությանը, հազարավոր քառակուսի մետրերի զբոսայգիներ վերադարձվել են պետությանը։ Այսօր ավելի քան 80 մանկապարտեզի ապօրինի սեփականաշնորհած վերադարձի process է տեղի ունենում։ Եվ իմիջայլոց Գագիկ Ծառուկյանի փեսա Կարապետ Գուլոյանի 2.5 միլիոն դոլարանոց առանձնատունը այսօր պետական սեփականություն է։ Հիմա պարոն Զուրաբյանը հետո Արման Բաբաջանյան եւ Արտակ Սարգսյանը վաղուց սպասում են։ Դուք էլ պարոն Բաբաջյան, ուզում եմ հրավիրել այն փաստի վրա, որ Նիկոլ Փաշինյանը 8 տարի է արդեն իշխանության է։ Ինքը կարող էր Գագիկ Ծառուկյանի ապօրինի գույքով այդ 8 տարվա մեջ զբաղվել։ Բայց չգիտես ինչի, ինչ որ մի պատահականությամբ հենց ընտրությունների ժամանակ, երբ որ Գագիկ Ծառուկյանի ուժը ներկայացնում է ինչ որ վտանգ Նիկոլ Փաշինյանի համար, ինքը գնում է Արարատում եւ Արարատ ցեմենտի արգրավումն է կատարում։ Հենց ընտրությունների ընտրարշավի ժամանակ։ Նույնը կատարվում է Թևանյանի հետ, Անդրանիկ։ Եթե մեղադրանքները կան, հենց նոր բացահայտվեցին, հենց ընտրությունների ժամանակ։ Ես խորապես համոզված եմ, որ Թալանչին Գագիկ Ծառուկյանի համար կոմպլիմենտ է։ Ինքը բանդիտ է եւ ես կարծում եմ, որ քրեական օրենսգիրքը իր Ռոբերտ Քոչարյանի հետ մարդակեր մարդասպանի հանցագործի պետական դավաճանի համար հոդվածներում եւ նրանք այդ պարոն Բաբաջյան առանց վիրավորանքի ձայնը կանջատեմ։ Այդ մարդակերները անջատեք, նորից կրկնում եք, պարոն Բաբաջանյան, անջատեք Արման Բաբաջանյանի միկրոֆոնը Արտակ Սարգսյան։ Պարոն Բաբաջանյան, ձեզ հորդորեցինք առանց վիրավորանքի, չի լսվում, անջատած է։ Արտակ Սարգսյան։ Պարոն Փաշինյան, Թալանչի են բռնության խոսքի համար մարդ եք ձերբակալում, շատ ուրախ ենք, մենք էլ ենք բռնության խոսքի համար դեմ որ լինի։ Լավ,
կենթանիների հետ սեքս անելը բռնության կոչա, կամ մարդուն գլխից գյուլելը բռնության կոչա, բա ինչի չեք ձերբակալում այդ ձեր գրպանի ընդդիմությանը։ Մի վիրավորեք, մենք ասենք, չէ մի Գագիկ Ծառուկյան ասում է տանելու եմ որ ծառյուծներից մոտ։ Հիմա տանելու է ինչ անի, չէ։ Լավ, պարոն Սարգսյան։ Խաղան, Չէ, բան եմ խաղալ եկը չի խաղում։ 3 րոպե։ Չէ, մի րոպե հարց եմ Ներողություն, մի րոպե, չեղավ։ Լևոն Բաղդասարյան եւ Սպարտակ Գյուրեղյան։ Ժողովուրդ ջան, ժողովուրդը շնորհակալ եմ։ Ամեն մարդ խոսում էր ինքը Նախ մեր միանշանակ տոկոսը բարձրագույն կրթություն ունի։ Հերոստատիտողները շատ են խոսում մի մեկնաբանը։ Լևոն Բաղդասարյան։ 3 րոպեն էկրաններին։ Նախ վերիկա լսեք։ Նախ ինքս որպես իրավապաշտպան արձանագրում եմ, որ մեղմ ասած իրավաչափ չէ, երբ անձը այստեղ չի, վիրավորական արտահայտություններ է տարվում, դա միանշանակ պատիվ չի բերում այս ստուդիայում, որտեղ մենք գտնվում ենք։ Գիտեք, տոտալ թալան է գնացել նախորդ դարի 90-ական թվականներից։ Պարոն Փաշինյան, դուք առերևույթ ներկայացրեցիք ինչ-որ ձեռքբերումներ։ Այո, կային ձեռքբերումները։ Դե պատասխանեք, խնդրում եմ, դա քանի տոկոս է այն տոտալ թալանի, որ մինչև այսօր մենք ունենք, եւ որն է պատճառը, ես չգիտեմ, մեր գործընկերներից ով ասեց, որ բանա ըստ էության գալիս ընտրություններից առաջ նոր ենք հիշում դա։ Խնդրեմ, բան Սպարտակ Գյուրեղյանը նոր Հա, բիվար։ Սպարտակ Գյուրեղյան, խնդրեմ։ Մենք մի հատ իրավիճակում ենք, որտեղ այս կանոնները խախտելը նորմալ բան է դառել։ Մարդիկ հանգիստ ձևով քաղաքական դաշտը ապականել են այս ամբողջ ընթացքում։ Ու չի բարեփոխվել այդ քաղաքական դաշտը։ Ստացվել է այնպես, որ A4 թուղթը, նույնիսկ այս կանոնը, որ Երևանի քաղաքապետարանը նախատեսել է, որ կպցնենք պատերին, այս կանոնի խախտողները հիմնականում այստեղ կանգնած քաղաքական ուժերն են։ Մեծ մասը սկի A4 պահելու հնարավորություն չունի։ A4-ը պատին կպցնելու ճիշտ ավարտ եմ, էլի խնդրում եմ։ Հիմա ինչի մասին ենք խոսում։ Մենք հենց սրա համար ենք բոլորին դեմ, որովհետև փաթեթով բոլորը այս ձև են անում։ Տրամաբանական չի, որ այս ամեն ինչին լուրջ վերաբերվել։ Այս լուրջ չի։ Շնորհակալություն։ Նիկոլ Փաշինյան։ Նախ արձանագրենք, որ պարոն Զուրաբյանը չասեց Տավուշի մարզային 3 գյուղերի անունները, որ ես հանձնել եմ։ Գագիկ Ծառուկյանի հետ կապված process-ները սկսել են շատ ավելի վաղ, դատավարություններ են ընթանում, ապօրինի գույքի բռնագանձման գործը հանձնվել է դատարան ընտրարշավից շատ ավելի վաղ։ Ինչ վերաբերում է գրպանի ընդդիմությանը, ես ձեզ անկեղծ ասեմ, մենք ես Հայաստանի ժողովրդի նկատմամբ այնպիսի հարգանք ունեմ, որ ես ինձ թույլ չեմ տա, ես այդպիսի խնդիր նույնիսկ չեմ դրել գրպանի ընդդիմություն ունենալու եւ ընդհակառակը, երբ որ ժողովուրդը քվեարկել է նույնիսկ ինձ համար ատելի ուժերի օգտին, որոնք ես համաձայն եմ չպետք է լինեն քաղաքական դաշտում, մենք մի հատ քվեաթերթիկի չենք կպել, որովհետեւ ժողովրդի կամքը մեզ համար անսասան է։ Պարոն Բաղդասարյան, բանավեճի չգալը խորհրդանական ընտրությունների եզրափակիչ բանավեծին չգալը, դա անհարգալից վերաբերմունք է հանրության նկատմամբ եւ իրենք հրավիրված են, ուրիշ բան մենք դռները փակած են, թող գան եւ պատասխան տան։ Ձեր ասածը էլի ասում եմ, այս պայդրությամբ մենք 8 միլիարդ թալանված տարբեր ձևերով վերադարձրել ենք պետական բյուջե պետությանը եւ այդ փողերով են իրականացվում բազմաթիվ սոցիալական եւ տնտեսական ծրագրեր։ Շատ Ես ցավում եմ, այս փուլը մեկ ավարտեցին շատ Ծառուկյանի, համենայն դեպս արձանագրում եմ, որ նման կարգի վիրավորանքը հարից չի ցանկացած մարդու վաստակել է այդ իրավունքը լինելու երկրի ղեկավար։ Բոլորին է վերաբերում են միայն։ Շնորհակալություն, Բայց կներեք այդ մարդը իմ հասցեին։ Շնորհակալություն, պարոն Փաշինյան։ Վերջ, հիմա կանգնի պարոն Փաշինյան, Ասում եմ, Մարի կանգնի դեմս։ վերջ։ Հիմա Արման Բաբաջանյանն է հարց տալիս։ Ում է կողում ձեր հարցը, պարոն Բաբաջյան։ Մի րոպե, վերականգնեք պարոն Բաբաջանյանի ձայնը եւ 30 վայրկյան էկրաններին։ Միկրոֆոնը միացրեք։ Արման Թաթոյանին եմ ուղում, Արման Թաթոյանը գալիս է արդարությունը, գալիս է կարգախոսով, ուզում հասկանամ ինչպես կարող է մարդը լինել Սերժ Սարգսյանի մաֆիական այսպես ռեժիմի մաս, լինել իր օրոք մարդու իրավունքների պաշտպան, դրանից առաջ արդարադատության փոխնախարար եւ այստեղ խոսվեց հացբերողի մասին, դրանից առաջ շատ ավելի էական իրողություններ են տեղի ունեցել Ավետիսյանների սպանության ժամանակ գյումրեցիները ուղղակի արդարություն էին աղերսում, իսկ դրանից առաջ Ռուսաստանում Հրաչյա Հարությունյանին կանացի հագուստով բերում էին ու խայտարակում էին մեր պետությունը ու պետությունը անարձագանք էր թողում այդ իրողությունները, ել չասած դրանից առաջ քաղաքական հետապնդումները, սպանությունները, բանտարկությունները, որտեղ դուք Պարոն Բաբաջանյան,